Կարան մտանք, մեկը մեր հարգելի երիտասարդ եւ միևս մի բնակարան, մեկը էլի թոշակառու էր եւ թոշակի բարձացման եւ առողջության ապահովագրության շահառու էր, իր երիտասարդ ընտանիքը սպասում էր իրենց առաջին երեխային եւ ահա այդ տունը ձեռք են բերել հիպոթեկով։ Եվ մենք ունենք ծրագիր, որ առաջին երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկով ձեռքբերված տունը, եթե 35 միլիոնը չի գերազանցում, միանվագ երեխայի ծննդյան փաստով 500,000 դրամ հիպոթեկի վարկից, մայր գումարից մարում ենք։ Այնպես որ այստեղ ինչ դուր մտանք, չէ՞ ճիշտ եմ, չէ՞ ասում։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Ոնց որ սկզբից ասին տեղակ չենք, բայց հետո որ սկսեցինք պատմել, տեղակ է։ Այսինքն այստեղ 1, 2, 3, 4, 5 տուն ենք մտել, բոլոր 5 տները մեր սոցիալական ծրագրերի շահառու են, մեր բոլոր 5 տները, այսինքն պատահականության սկզբունքով։ Հաջան, բարև ձեզ։ Լավ եղբայր, բեր մի հատ նվիրեմ սրանից քեզ։ Շնորհակալություն գասված է։ Ահա, կներեք, կարելի է, չէ՞։ Չէ։ Ահա։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ես ինձ գյուղի վարչական ղեկավարն եմ։ Ուրախ եմ շատ։ Երկինք ետին շնորհակալ եմ։ Ես եմ շատ։ Շնորհակալ եմ բոլոր ծրագրերի համար։ Մի տարվա մեջ 3 տարվա մեջ 5 ծրագիր ա մտել մեր գյուղի։ Ինչ ծրագիր։ Դպրոցի մանկապարտեզը։ Դպրոցը ինչա նորոգվում է, թե կառուցվում է։ Կառուցվում է։ Ուրա հասել կա շինարարությունը։ Ճիշտ ասած մի 8 ամիսը շատ հետաձգվա, որովհետև տակի ջուրը շատ էր, 2 սլոնով իրեն ջրահեռացում Դե կկառուցվի։ Կառուցվում է եւ շատ հիմա շատ Դպրոց, էլ մանկապարտեզ։ Դպրոցը կից մանկապարտեզով, խաղահրապարակը, հուշարձանի վերանորոգումը, մի հատ էլ նոր ծրագիր ենք շահել զբոսայգու կառուցում, եկեղեցինա կառուցում, միայն դրանից ենք դժգոհ։ Ինչի։ Միայն դրանից ոչ թե դժգոհ ենք, այլ շատ դժգոհ։ Ինչ եք դժգոհ։ Որովհետև այդ եկեղեցին կառուցվում է շատ ուրախ, զվարճևով մենք ընդունել ենք, մեր կոնկրետ մեր տան 400 քառակուսի մետր հողը տրամադրել ենք, որ ոչ առանց Բա ինչն է խնդրեմը։ Շատ ախրենի եկեղեցու տեսքը չկա այնտեղ, մի հատ խնդրեմ։ Վատ են կառուցում։ Ոչ թե վատ են կառուցի, պատերը մի քիչ է քանդված, պատերը դրել են։ Հին եկեղեցի է, թե զրոյից են կառուցում։ Հին եկեղեցի է, 10 Այսինքն հուշարձանա վերականգնում են, ճիշտ չեն վերականգնում։ Բայց վերականգնումը բերել են մի հատ երևի թիթեղ չի ամենաթանկանոց բաներն այր կապեն այդ երկաթները։ Բայց մի րոպե նախարարության հսկողության ներքո պետք է։ Հուշարձանների պահպանության պոասնարել այեսա։ Ինչա որ։ Այեսա եկեղեցու տանիքը, իբրե պալատկա են բերեկցել երկաթների վրա։ Չէ, սա երևի պահպանության համար է, միջև վերականգնվի, այս ծածկը, այս ոնց կա։ Արդեն իրենք ասել են ավարտել ենք։ Շատ լավ, կճշտենք։ Որ գյուղն է։ Ուց գյուղը, ըստ էս 4 րոպեա ճանապարհ է։ Ուց գյուղ։ Ընկեր Համբարձումյանի գյուղն է։ Ընկեր Համբարձումյանի գյուղ։ Էսա նախարարին կասենք, նա հասկանանք ինչա։ Կառավարությունից։ Այդքան արանք։ Չէ, բայց նա հասկանանք, հուշարձանը չփչացնեն։ Կառավարությունից, падգամավորից, մարզպետից, քաղաքապետից ամեն ինչով ģեր շնորհակալ ենք։ Հասկացան, որ խնդրեմը եկեղեցու վերականգնման ծրագիրն է։ Խնդրել ենք չէ, վարչապետին։ Շատ լավ, Մեկ էլ մի հատ այդ որ նոր դպրոց կառուցում են, ասֆալտը նարել են, այս տարի գյուղի կենտրոնից մինչև այդ դպրոցը գետն անցնում է։ Այդտեղ պետք է մի հատ կամուշ կառուցվա, թեկուզ մարդկային անցնելու կամ փոքր մեքենա անցնելու։ Շատ լավ, կկառուցենք։ Գնայինք։ Երեխեք բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ են գործերը, դասերը լավ են։ Նվիրեմ ձեզ այս մեր բաներից, էմբլեմներից։ Հա։ Արի մի րոպե։ Այսենց ես իմ ձեռով փակցնեմ։ Այսենց, այս 1, այս 2, այս 3, այդ մեր քեզ ստեղից կպցնեմ, կուրտկետ հաստա չի պահի, դասեր լավ է, լավ եք, շատ ապրեք, հոպ, ապրես,
Զգույշ։ Շփվեցիք մարդկանց հետ։ Ինչ էին ասում մարդիկ։ Քարային շենքի արցին բարձրացնում։ Եղբայր բարև։ Լավ ես։ Նա նվիրեմ քեզ սրանից։ Այսինքն, լավ է։ Հետեցից։ Բարև ձեզ։ Շատ բարև ձեզ։ Կարելի է ձեզ բարևել։ Անպայման։ Դե ներս գամ։ Ոնց եք, մի հատ։ Լավ, դուք ո՞նց եք։ Վայ, էս ինչ լավ տղա է։ Բարև ձեզ, կարելի է։ Կներեք, անհանգստացած։ Ձեր տունը փոքր է, բայց ձեր հոգին մեծ է, ճիշտ է։ Շատ։ Լավ ես, ինչ է անունդ։ Հայկ։ Շատ ապրես, Հայկ ջան։ Բարև ձեզ, լավ եք։ Էս մի հատ ձեր տանը սրանից նվիրեմ, հա։ Սենց կլինի։ Ինչ կա, ինչով եք զբաղվում, աշխատանք, Աշխատում ենք, հա։ որտեղ։ Ես ճանապարհաշինարական կազմակերպություն, կինս միջազգային բեռնափոխադրում։ Հա, շատ լավ է։ Հա։ Երկուսով աշխատում եք։ Շատ լավ է։ Իսկ Սիսանում շինարարություն չկա տների, որ հիպոթեկով եկամտային հարկի վերադարձով տուն առնեք, տենց մտադրություն չկա։ Չկա շինարարություն։ Հիպոթեկով տուն ուզում ենք, բայց մեր եկամուտը չի հերիքացնում։ Չէ, Նոր բնակարան։ նկատի ունեմ նոր բնակարանի շինարարություն, բայց էսա կսկսի։ Հա, Էսա դե, Երևանում սահմանափակվեց, Երևանամերձ մարզերում սահմանափակվեց, արդեն շինարարությունը կտեղա։ Ուղղակի որ տոկոսները հիպոթեկի առումով թանկ է, մենք երիտասարդ ընտանիքի գումարային տարիքային։ Որտեղ Երևան եք ուզում առնեք։ Երևանում եք ուզում առնեք։ Հա, Շրջան, բայց ավելի մոտ։ Ահա։ կինս Երևանից, հա։ Մենք ընդ ենք եղել համարյա 19-20 տարի։ Շատ լավ։ 2-3 տարի է դեռ։ Այդ հար չկա, եկել եք մնացեք։ Մենակ չէ, բայց նախապա։ Բայց ոչտեղ նորակառույց տունը լինի, ստեղ էլ կարելի է ձեռք բերել։ Այստեղ գները ավելի լավ կլինի։ Տոկոսները եթե քիչ լինի մի քիչ։ Ինչքան է տոկոսը։ Տանիքով իմ ու կնոջս գումարայինը հիմա 69-ն է, 70-ում ավարտում է, չէ՞ գումարային տարիքով։ Վստահ չեմ կարող ասել։ Սահմանափակ։ Այդ մի ծրագրով է։ Դրանով 70% Բայց եկամտային հարկի վերադարձը Սյունիքի մարզում աշխատելու է, այսինքն մարզում երբ որ տունը լինի շինարարության, կամ հիմա էլ կարող է մարզում ուրիշտեղ գիտեմ որ Կապանում կա, Կապանը կարող է հեռու, բայց Սիսանում ենթադրում եմ Սիսանում էլ կսկսվի։ Առաջիկայում կսկսվի, հիմա քաղաքից որ դուրս Նկատի ունեմ Երևանում եթե բան է, թանկ է, նկատի ունեմ դուք ասում եք բնակարան երիտասարդներին ծրագիրը, բայց դրանից դուրս կա ուղղակի սովորական բոլորին հասանելի հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերելու ծրագիրը, որտեղ եկամտային հարկի վերադարձի ես էլ եմ տենց վերադարձա մարզերում է, հա։ մարզերում կա, Երևանում ավարտվեց, բայց հիմա մարզերում կա, ենթադրվում է առաջիկայում հեսա Սիսանում էլ կսկսեն շինարարություն, այնպես որ կարող եք այդ ծրագրից ենթադրվում է օգտվել, կամ հիմա մարզում գիտեմ որ Կապանում կա նորակառույց շենքեր կա, այսինքն կարակ տենց տարբերակ դիտարկեք նաև։ Չէ, ստեղ էլ արդեն բաներ Լավ է։ ստեղ էլ կլինի։ Հաջողություն ենք մաղթում։ Հաջողություն, շնորհակալ։ Առայժմ։ Ստեսություն ձեզ։ Տիկին Ջուլհակյան։ Ուրա Տիկին Ջուլհակյանը։ Տիկին հիմա որ ես երեխեքին մի հատ փոքր կոնֆետ տանք բան այդ օրենք է խախտում, հա։ Խախտում չի։ Բախի չենք տալիս երեխեքին։ Այնց տերոր է կարել մեզ որ չգիտեմ բան նախընտրական արկել Տերորը թույլատրում։ երեխան տրող չեն, դե բան առնենք, էլի։ Տերորը թույլատրում։ Կոնֆետ լինի, հա, այդ բաներից, փոքր պլիտկեքից։ Կարելի ասում օրենքը փոխել են ինչ-որ բան։ Բարև ձեզ։
շատ հաճելի է ձեզ այսպես անգամ Համեցեք, ես ձեզ նվիրեմ։ շատ հաճելի է որ ես եկել եմ Հայաստան, ես Մոսկվայում եմ շատ ժամանակ լինում, բայց հիմա ուզում եմ տեղափոխվեմ Հայաստան։ Քաղաքացիություն ունեք Հայաստանի։ Ես Հայաստանի եմ, ես չեմ փոխել իմ քաղաքացիությունը, այսպես Հիմա եկել եք ընտրություններին մասնակցելու եք։ ես հանձնաժողովի անդամ եմ։ Մեր դեմ եք քվեարկելու։ Դե եթե ձեզ հետ հանդիպում եմ, ուրեմն դեմ Դե ասում են, բա ասում են Ռուսաստանի հայերը գալու են մեր դեմ են քվեարկելու։ Ես էլ ասում եմ ընդհակառակը, գալու են մեր օգտին են Ձեր քվեարկելու։ օգտին ենք, իհարկե ձեր օգտին ենք հննելու։ Ուրեմն այսպեսի խնդրանք, ես ձեզ նամակ ուղարկել եմ։ Հա, պատասխանը եկել է Մարսպետարանը ուղարկել է Համայնքապետարան, ես զոհվածիցնող եմ, ուղղակի չեմ ուզում շաբլոն դարձնեմ դա, բայց դե համենայն դեպս տանիքի խնդրեմ ունեմ։ Շաքի գյուղի բնակչուհի եմ։ Այ այդտեղ արդեն օրենքը մտնում է ուժի մեջ, տեն ծառայություն չենք կարա։ Հիմա խոստանանք, որովհետև օրենքով արգել կա։ Ես չեմ ուզում բան անեմ, ուղղակի այդտեղ մի քիչ մատերիալի խնդիրներ է, Էդ եմ ասում, հիմա կներեք ընտրական փուլ է, օրենքով արգել կա, այդպիսի նյութական խոստումներ եւ այլն չենք կարող տալ։ Դե ամենայն դեպս ես կարող եմ փոխանցել տեղակալի Նախատեսելու դպրոցների շարքում ինչպես միլիոններով Հա, Շաքի, որ իրանց գյուղն է Շաքին։ Հա, բայց երեխան 10 տարեկան է Նկատի ունեմ հիմա օրենսդրական արգել կա, նյութական օգնություն, շինանյութով, ֆինանսով, որևէ այլ նյութական բանով օգնելու արգել կա։ Եթե ես հիմա ձեզ խոստանամ, որ կօգնենք, օրենքը խախտած կլինենք, այդ է խնդիրը։ Այսինքն ընտրական փուլից դուրս կարող է այդ հարցը կդիտարկվել, բայց կառավարության ծրագրերով, եթե սոցիալական խնդիր կա, միասնական սոցիալական ծառայությունը կդիտարկի։ Բայց նաև մենք իհարկե մյուս շաբաթ ենք ընդունելու կառավարության որոշում, բայց նախագծով շարքում 22 քվոտա ենք նախատեսելու նորակառույց դպրոցով պայմանավորված։ Բայց երեխաների համար։ Մինչև 10 տարեկան Բայց երեխաներով ընտանիք։ ձեր ընտանիքում երեխա կա։ Չէ, ընտանիք չկա, ես Չէ, նկատի ունեմ հիմա չեմ կարող որևէ բան հասկանալի է, խոստանալ բայց ձեզ։ ընդհանրապես ես ասենք ընդհանուր ընթացքի մեջ կարող է լինել դա։ Ես չեմ կարող որևէ բան խոստանալ, այդ է խնդիրը։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Նորմալ, Նվիրեմ մի հատ։ շնորհակալություն։ Ուրեմն ես մի հարց։ Համեց։ Ես ունեմ մի հեկտար հող, Ահա։ տարբեր տեղեր։ Դա ոչ հəlim ամեշակել, ոչ շիման։ Դրա համար ինչ անենք։ Այդ ասենք ավելի լավ չի, ասենք մի տեղից ելնի, ասենք ես կարենամ մշակել։ Ձեր սեփականն է։ Ու այդ որ հողերը բաժանում։ Ձեր սեփականն է։ Դե վաճառեք, ուրիշ տեղ առեք, միասնական առեք։ Դից էլ արդեն Բա ինչ անենք մենք։ դե ասենք այդ ծրագիր լինում։ Մենք հիմա իմիջիալոց ունենք հողերի խոշորացման ծրագիր ունենք, մարզում աշխատում է այդ ծրագիրը, թե չէ։ Առաջիկայում մենք տեն ծրագիր ենք իրականացնելու հողերի խոշորացման, անենց որ, բայց դուք եթե կարող եք հիմա էլ վաճառել ձեր տարբեր տեղեր գտնվող հողերը եւ համարժեք ուրիշ տեղ մի կտոր հող առնել։ Հնարավոր է, դա էլ անա։ Դե տենց էլ շարժվենք։ Լավ է։ Շնորհակալություն։ Հա Milky Way-ը, բան տենց հիմա կա մոտներս։ Խանութից մի քանի հատ պատեր։ Բարև ձեզ։ Բարեողջույն։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Մատ նվիրեմ ձեզ սրանից։ Էս ձեզ։ Գիտեք որ թոշակը բարձրանում է։ Լսել եք։ Որտեղից եք լսել։ Հերոստատուսով։ Ես գիտեք որ առողջության ապահովագրության շահառու եք դուք։ Օգտվել եք, առիթ ունեցել եք։ Դե Աստվածտա չունենաք կարիքը։ Ավելի լավ չի առողջ ելնեք։ Ավելի լավ չի առողջ ելնեք եւ առողջության ապահովագրության կարիքը չունենաք։ Մաղթում ենք առողջություն։ Իսկ դուք օգտվել եք առողջության ապահովագրությունից։
Հա, ոնց գնացիք հələ պատմեք, գոհ մնացիք, դժգոհ, լավ ընդունեցին, վատ Ես լավ գոհ եմ։ հաստատ։ Հաստատ։ Բայց հիմա որ ասենք հիմա ասում եք մեր առաջ ասում եք գոհ են, կարողա որ ասենք թողեն գնանք հետևներից ասեք այսօր։ Սարատանցի։ Չէ, հաստատ գոհ եք։ Հիմա որ գնացի, ինչ հարցով գնացիք հիվանդանոց առողջ։ Ես վիրահատման։ Վիրահատվեցի։ Հա։ Ինչքան վճարեցիք։ Ոչ մի կապ է։ Ոչ մի բան։ Շնորհակալություն։ Վիրահատվեցիք ու ոչ մի բան չվճարեցիք։ Խիտամ։ Ճիշտ է։ Վիրահատվեցիք ու ոչ մի բան չվճարեցիք։ Քանդին էս երկիրը, քանդին։ Քանդին, չթողին ոչ մի բան։ Առաջ ձև կար, բան կար, մի բան դնում ենք բժշկի գրպանը, մի տեղ ուրիշ բան, այ էդ էր, էդ։ Դե դինի։ Էդ էլ պետք է, հա։ Իսկ մոտավորապես, բայց մոտավորապես ինչ արժեքի վիրահատություն էր ձեր վիրահատությունը։ Կիմանաք։ Սրտի։ Սրտի վիրահատություն էր, լավ անցավ, շատ լավ տեսք ունեք։ Շատ գոհ եմ։ Շատ լավ։ Կատար մարդ է դրիկի։ Շատ լավ տեսք ունեք, ուրախ ենք շատ, բայց ստեղ ես մենակ մի բան եմ, մեր կառավարության նիստում էլ ասցի, չգիտեմ, առիթ ունեցել եք լսել թե չէ, ես խնդրում եմ, որ ակնկալում եմ, որ ոչ թե մարդիկ ասեն, որ անվճար է վիրահատությունը, որովհետև վիրահատությունը անվճար չի, վիրահատությունը վճարով է, պարզապես ձեր փոխարեն վճարում է կառավարությունը, պետական բյուջեն Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ, որովհետև այդ թվում մենք դրանով մեր հարգանքի տուրքն ենք արտահայտում ձեր եւ ավակ սերնդի մեր ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր աշխատել են այս երկրի վրա, քարը քարի վրա են դրել, մենք էլ ուզում ենք այդ դրած քարերի վրա շարունակենք տենց Տանիշտապեցել։ Միշտ է շարունակել իդի։ լավ եղեք, առողջություն, առողջություն։ Լավ ալու։ Հայրը։ Բա ինչ է կարեւ այդ բանը, դες չեմ նվիրե։ Վախի չեք դրել։ Դե կպցրեք որ նկարվենք։ Դե եկեք, ովա քեզ նվիրել եմ, չեմ նվիրել, դու։ Արի դե քեզ էլ նվիրեմ։ Այսենց այստեղ։ Էլում չեմ նվիրել։ Մագնիս կորցրիկ։ Բարձրի դամ։ Ովա նկարվում դեկիկ։ Դեկիկ։ Արի։ Եղա, առանձին էլ, առանձին էլ։ Լավ եղեք երեխեք ջան, բարև ձեզ։ Բազարանանայք ես եմ, որ գինում եմ բազարանանայք ես եմ, իշքան վաղտիկել ես չեմ կարացի տենամ եմ բանում, ելույթին չթողացին ասել չես գրացի, ոսան պետք է գինում պես, ես եմ բազարանանայք։ Ուրախ եմ շատ։ Ես դինում բանը, գրել եմ ուղարկել եմ, ինչեք նրա պատասխան չեմ։ Ինչի մասին էր ձեր դիմումը։ Ես կան ուշմերքսով չեմ խոսենքել, ասեմ, սրտանքի վարտախանքով պատճառով։ Քանի տարեկան եք դուք։ Դու արդեն թոշակավին լրիվ։ Բայց քանի տարեկան։ Հիմա 66։ Ասեք սրտի հետ կապված խնդիր կի։ Ուղարկել։ Բայց հիմա գիտեք որ առողջության ապահովագրության շահառու եք։ Դե հələ գիտես չեմ գնացել ճիշտ։ Բա ինչի գնացեք դիմում գրելու ինչ կարիք կա։ Տպամբել ունեմ, շատ բան ամոթ։ Հարգելիս։ Դե ոչ եմ լսի։ Մարդ առողջության ապահովագրության շահառու է, ասում է դիմում եմ, ասում եմ դիմում ինչ եք գրե գնացեք, օգտվեք ծառայություն։ Ինչի մասին է դիմում։ Առողջության հետ կապված։ Բայց կարիք չկա, ասում եմ, դուք առողջության ապահովագրության շահառու եք, դիմում մի կարիք չկա, գնացեք ձեր ծառայությունները ստացեք։ Բավարարված է ձեր դիմումը։ Բարև ձեզ։ Մի րոպե, բայց ձեզ չնվիրեցի։ Համեցեք։ Ես էլ ձեզ։ Լավ, էս հաստա ձեր շորը։ Վերցրեք։ Հաջա։ Ուրա Դավիթը, Դավիթ ջան, իմ օգնականն է, պարոն Գևորգյանը։ Ինքը կկա։ Բարև եղբայր։ Կարելի է նվիրեմ։ Ախլատյան համայնքից եմ։ Ախլատյան։ Այո, գյուղից եմ։ Հարսումյանը տեղական։ Մենք ունենք խնդիրներ, որ միջև այսօր այդ հարցերը լուծված չի։ Կար ներքին ցանց, շնորհակալություն դրամ Հարսումյանին։ Ինչի ներքին ցանց։ Խմբելու ջրի ներքին ցանցը, որը 2 տարի առաջ ձեր աջակցությամբ այդ փոխվել։ Այսօր առօրյական չունենք բլինդաժ։
Հանրապետության բոլոր համայնքներում ջրային խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են։ Ես այս վերջերս տեսեք ինչ հայտարարեցի, ասի ոնց որ նախորդող շրջանում խաղաղության օրակարգն է եղել մեր առաջնահերթությունը, հաջորդող շրջանում ջուրն է լինելու, ջրային հարցերն են լինելու մեր առաջնահերթ, ոռոգման խմելու եւ այլն եւ այլն։ Եվ հանրապետությունում տեսեք, ես ձեզ մի բան ասեմ, հարգելիներս, հանրապետությունում ջրային համակարգը շատ մեծ է եւ շատ մեծապես մաշված է։ Եվ մենք պետք է հերթով բոլոր տեղը, տենստեղ չկա որ մարդիկ ասեն, ասեն ջրի խնդրեմ ունեն, ասենք չէ, մենք այդ ջրի խնդրեմը չենք լուծելու։ Հերթով բոլոր խնդիրները լուծելու։ Արվա հոսում եք ջուրը, ամեն օր մենք լապատկիկով, առու ենք մաքրել խմելու ջուրը։ Շատ լավ, կսարքենք, համայնքը կներկայացնի սուբվենցիա, համայնքը չներկայացած արդեն կառավարության ներկայացվածա կարվի։ Շնորհակալություն։ Բարև եղբայր։ Որոշ շնորհակալությունները վարչապետ։ Ես առանց վարչապետ չեմ կարող ոչ չանել։ Ես եմ Ինչ կա եղբայր, ոնց է։ Հաջան։ Բարև եղբայր։ Նվիրեմ եղբայր։ Ես էլ ձեզ։ Ես էլ սրանց։ Բարև ձեզ։ Ձեզ էլ նվիրեմ սրանից։ Ես էլ ձեզ։ Բայց փոխանցելու նամակ ունեմ դες։ Շատ լավ, շատ լավ։ Դավիթ ջան։ Իմ օգնականն է։ Բարև ձեզ։ Ուրախ եմ շատ։ Ձեզ էլ նվիրեմ։ Որ երկուսով եկել եք, կարելի է ես փակցնեմ։ Որ երկուսով եկել եք, շնորհակալ եմ շատ։ Պատկերացրիք, չէ՞, ձեր դուք առողջության ապահովության շահառու եք, գնացեք այդ ծրագրից օգտվեք։ Անվճար է այդ դեղը, անվճար է։ Շատ լավ, շատ լավ, շատ լավ, շատ լավ։ Բարև ձեզ, բարև եղբայր, ոնց ես։ Ախպերս, բարև, կարե, ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Կան ուր ես է, տրպի մամեր, որ ախպերս ես վերջ։ Բայն այկա, բարևեցի։ Դե, պարոն վարչապետ, լուպ ես տարի, գազը, ոյտից գազը չանջատես։ Ես եմ ուտում եմ դա հարկատի տակ։ Պատերազմի մասնակիցն ենք։ Այնտեղ է շարժվել, վիճակը ծանր է։ Ես էլ Ուրա ձեր դիմում եք, արագ տակ։ Եք չբերեց, որտեղ ես ուղարկել։ Ինչով եք ուղարկել։ Պոստայի ուղարկել։ Դե պոստա շատ լավ, շատ լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներեք, ես Արմեն Խաչատրյանն եմ, մանկաբաց մասնագիտությամբ եւ զբաղվում եմ գյուղական Շատ զբոսաշրջությամբ լավ եք անում։ եւ փորձում եմ Աղիտու գյուղում զբոսաշրջությունը օրեցօր զարգացնել։ Շատ ուրախ եմ, որ կառավարությունը որոշեց Աղիտու գյուղը դարձնել զբոսաշրջային կենտրոն։ Ուրեմն գյուղը ունի բազմաթիվ խնդիրներ, որի լուծումները չեն կարողանում տեսնել։ Բազմիցս ներկայացրել ենք սուբվենցիոն ծրագրով ջրերի վերանորոգման ջրերի ծրագիրն է իրականացրել, բայց շատ վատ վիճակում է։ Օրեկան ամբողջ ամառ գյուղում կռիվեր ջրերի համար։ Այդ մենք բազմիցս ներկայացրել ենք խնդիրը ու գյուղական ներքին ճանապարհները շատ ահավոր վիճակում է։ Այդ հաջորդ ճանապարհ, նայեք, գյուղական туриզմը փորձում եմ զարգացնել որպես միայնակ մայր եւ բախվում եմ այնպիսի խնդիրների, որ ճանապարհը պետք է կարողանա մարդիկ հասնել այնտեղ ու շատ վատար վիճակում է։ Հիմա տեսեք, գիտեք խնդիրը ինչի մեջ է, որ հանրապետությունում բազմաթիվ ճանապարհներ վատթար վիճակում են եւ բազմաթիվ ճանապարհներ այլևս վատթար վիճակում չեն, որովհետեւ հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ են կառուցել։ Եվ խնդիրն է, որ պետքա հերթով կառուցել, բոլորը միանգամից ոչ տեսականորեն, համամիտ եմ։ այսինքն գյուղական զբոսաշրջության ասֆալտապատված է, ջուղի մեջի ասֆալտի ներքին շատ լավ, բայց միջև գյուղը ասֆալտապատված է։ Գյուղի ներսը գնում է Չէ, իսկ երբ մի րոպե, իսկ կներեք, երբ ասֆալտապատվե միջև գյուղ եկող ճանապարհը։ Երբ է ճանապարհ եղե։ Միշտ Երբ է ասֆալտապատվե։ Միջ գյուղականը նայեք գոսպիտալի համար ինքը ճանապարհը պատրաստվել է։ Չէ, հիմա նկատի ունեմ նոր ասֆալտապատվե վերջին 3-4-5 տարում, չէ։ Չէ, հաստատ չէ։ Հոսպիտալով պայմանավորված արել են, բայց հիմա վերանորոգման պետք է հյուրական հյուրերը այս տարի աճ ենք ունեցել մոտ 1500 մարդ։ Եվ այս մարդիկ ընենց են գալիս մեծ սիրով,
որ ցանկանում են որ ճանապարհը նորմալ լինի, որ հետ չգնա։ Բնականաբար հերթով բոլոր ճանապարհները կառուցենք ես։ Շնորհակալություն, մեկ խոսք էլ, իսկ թափառող շների հետ կապված Թափառող շների հետ կապված է պետք է շատ պրոբլեմա։ խնդրում եմ, որովհետև իմ աղջիկը Ինչ անենք թափառող շներին։ Սիսիանում բազմաթիվ Համայնքներ մրցույթը դրվում ինչ ստերջացնում եք։ Պետք է լուծում։ Բա ինչ անենք։ Ժամը 1 մեր հայացքից չգիտեմ, մի Դուք կլնեիք ինչ կանեիք։ Ես մասնագետների կհավաքեի։ Մասնագետների հավաքում եք, մասնագետներն ասում են ստերջացում, որովհետև կրակել սպանելը չի կարելի, որովհետև լավ չի, ստերջացումն է մնում, պետք է համայնքները մաքսիմալ էֆեկտիվ ստերջացնեն, որ չբազմանա, ուրիշ տարբերակ չկա։ Մեկ էլ բաների, ապաստանների բանի հետ կապված է, երկուսը միասին է, ստերջացնել եւ հավաքել ապաստանները։ Նաև լսել ենք, որ գյուղական տանիքների ծրագիր եք փորձում մշակեք, ճիշտ ենք լսել։ Այդ սուբվենցիոն համայնքներն են որոշում։ Վերանորոգման ծրագիր, բայց մեր գյուղում ոչ մի բնակիչ համարյա տեղյակ չէ։ Ազբեստի տանիքները փոխելու ծրագիր կա, բայց դա տենց միանշանակ չէ, էլի, որ ամբողջությամբ ֆինանսական սխեմաները պետքա դեռ որոշվեն։ Ինչքան մասնավորը, ինչքան համայնքը, ինչքան կառավարությունը, որովհետև չի լինի, որ 100%-ով կառավարությունը մարդկանց տանիքները փոխի, պետք է ինչ-որ ձևով մասնակցություն լինի նաև։ Համամիտ եմ, բայց կարելի է չէ գյուղում այնպիսի ղեկավար ունենանք, որպեսզի կարողանա նման հարցերին ճիշտ լուծում տալ ու ճիշտ մարդկանց ասել։ Եվ համախմբի գյուղը, որպեսզի գյուղը զարգանա ընդհանուր, չէ որ Աղիթու գյուղը կոչում է հին հավաքչատեղի եւ զբոսաշրջությունը շատ լուրջ այնտեղ ես տեսնում եմ։ Դե այնը ասում եք 1000 հոգի ավելացել է, քանի բնակիչ ունի։ Մոտ 140 հոգանոց գյուղը 1000 հոգով ավելացել, ինչքան զբոսաշրջություն։ Ու չեմ փորձում ինձ աջակցել, որ էլ ավելին անեմ։ Մի րոպե, կներեք, ինչքան ընդհանուր գյուղ, ինչքան տուրիստ ա մտե։ 1500 1500 տուրիստ արդեն լավ հենք է, դուք էլ կաշխատեք, համայնքն է, կառավարությունն է, որ ավելի մեծանա զբոսաշրջիկների հորքը։ Ես շատ եմ ուզում։ Գիտեք, տեսեք, ես հասկանում եմ, ես ընդհանրապես այս վերջերս մի հետազոտություն էի կարդում, որի հիմնական իմաստը հետևյալն է, որ կառավարության աշխատանքը բարդանում է այն պահին, երբ որ բազմաթիվ հարցեր լուծվում են եւ բոլոր տեղերը ձևավորվում են ակնկալիքներ։ Այսինքն, երբ որ չկա ակնկալիք, ավելի հանդարտ պայմաններ է, մի փոքր բան անում ես եւ բոլորը շնորհակալ են, ասում են, վայ, ես ինչ էր հրաշքեր եղավ։ Բայց երբ որ մի փոքր բանը դառնում է երկու փոքր բան, 3 փոքր բան, 4-ը դառնում է մի քիչ ավելի մեծ բան, 5-րդը մեծ բան, 6-րդը մեծ բան եւ դառնում է շատ, այդ պահին նյարդ է առաջանում։ Ինչա առաջանում այդ նյարդը, որովհետեւ բոլորն ասում են ոնց։ Բա, այսինքն մարդիկ դառնում են անհամբեր, որովհետեւ մտածում են, որ սա միած շրջան է, կավարտվի եւ մենք էլի կմնանք բանի այն շահառուների ցանկում, որտեղ անհրաժեշտ ծավալով աշխատանք չեղավ։ Եվ ընդհանրապես մի քիչ էլ կրակի վրա յուղ են լցնում, օրինակ ես հիմա գիտեմ հազի բառիթ ասեմ եւ այս հատվածը եթե կարելի առանձին էլ բան անենք, որ հիմա թոշակառուներին շրջանում տարածում են, թե բարև եղբայր տարածում են, թե առողջության ապահովագրությունը միջև ընտրություններն է ալնելու, միջև ընտրություններից հետո չի լինելու։ Ոչ, ժողովուրդ ջան, առողջության ապահովագրությունը այլևս միշտ լինելու է, ընտրություններից առաջել, հետո էլ պետք չի, եթե առողջ եք, պետք չի հիվանդություն ստեղծել, որպեսզի կամ էլ եթե պետք չի տենց ցայտնոտի մեջ ընկնել։ Որևէ կապ չունի մեկը մյուսի հետ։ Ինչ վերաբերում է, տեսեք, ջրի խնդիր, ճանապարհի խնդիր, այս ինչը խնդիր, այն ինչը խնդիր, ամեն ինչը հերթով պետք է լուծի։ Գյուղական զբոսաշրջությունը զարգացնելու համար գոնե մեկ ճանապարհ մի փոքր վերանորոգել, որպեսզի կարողանանք ել ավելին անել։ Հարգելիս, կառավարությունը եւ համայնքը առաջնահերթությունները կորոշեն եւ ըստ առաջնահերթությունների ամեն ինչ կկառուցենք։ Հանրապետությունում չկա այդպիսի ճանապարհ, որ ասեն պետք է կառուցել, ասենք չէ, որ չէ, մենք այդ չէ, ոչ մի դեպքում չենք, այո, բոլոր ճանապարհները կառուցվել։ Ընկեր Առաքելյան, դիտարկեք։ Դե շատ լավ է, որ աջակցում է։ Ժամանակ կարող են ասել, իրանք ներառեն սուբվենցիոն։ Բարև ձեզ։ Ինչպես է։ Լավ։ Ես մի հարցով
Պարոն Հաշիմյան։ Ելնած նվիրեմ ձեզ սրանից։ Շնորհակալություն։ Պահ։ Շնորհակալություն։ Ես ճանաչում անտառը եկել եք բարևել եք նրանք։ Պարոն Փաշա, այդ հարցը ես ուզում եմ ձեզ ասել։ Որը։ Բանը, я թոշակառու եմ, այն ավարտները լի կատորի деньги остались բրիգադեն։ Դե այդ արդեն ուրիշ կարգավորումա տարիքով։ 85-ը շատ։ Տեսեք, Ժորժ ջան, ես ձեզ ասեմ, այդ խնդրի հետ կապված հետևյալ խնդիրը կա։ Մենք չգիտենք դա ինչ ծավալի հարց է, որովհետև այդտեղ փաստաթղթաշրջանառությունը, արխիվները շատ վատ վիճակում են, պրոբլեմատիկ վիճակում է, որ մենք իմանանք բոլոր շահառուների համար պետքա այսքան շահառու կա եւ պետքա այսքան գումար, մենք միանգամից կտանք կավարտենք, բայց չկա այդ թղթերը չի հավաքվում եւ մեզ համար պրոբլեմ է։ Եվ դրա համար այնա վերջին անգամ բոլոր նախարարներին, ով որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակվե, ես հանձնարարել եմ, ասել եմ մի հատ եկեք նայենք, կարանք այդ թեման մի անգամ, մի տարվա մեջ, մի անգամից փակենք, ավարտենք։ Գնում են ուսումնասիրում են, գալիս են, ասում են, որ չկա արխիվը, որ մենք գնահատենք, իմանանք ինչքան է, ամբողջ իրար հետ մի դրամ է, 10 դրամ է, 1000 դրամ։ Մոտեցել ենք ինչ որ ամբողջ փոլի բան։ Դե շատ լավ, երբ որ եթե մոտենակ այնքան լավ կլինի, որ մի անգամից փակենք, այս մարդկանց խնդիրներն լուծենք, մեր խնդիրներն լուծենք, այս խնդրից ազատ։ Պարոն Փաշա, 85 մեծ է, գոն ադգանժող հաստատի, 80-75 սարք է, սակրատի տանելի մի քիչ։ Կնայենք ըստ հնարավորության։ Շատ բարձրալի է թիվը։ Հիմա տեսեք, հիմա դրա փոխարեն մենք ձեր թոշակները ավելացնում ենք եւ ինչքան եք ստանալ, ինչքան փող եք ունեցել բանի բանկում։ Դե Սովետի բախտ 2000, 3000։ Դրա պետք է ստանալից պետք է դրա տեղը մի 200,000 դրամ պետք է չստանա։ Հա։ 200,000 դրամ, այնա այս տարի մենակ այս թոշակի ավելացմամբ, այնա 200,000 ստանում եք, էլի անկանխիկն էլ հետը, բայց չեմ ասում նա չէ։ Այն վաղտա փող ուրիշ է, հիմիկ բան ուրիշ է, Չէ, դրա համար 1000 դրամ ու կարա մեբել առել։ Դրա համար դրամը դրա համար մենք նայում ենք, որ թեման ճիշտ հասկանանք, որ անկանխատեսել նրբություններ կա։ Հասկանում եք, բյուջեն պիտի փոխել։ Նվիրեմ ձեզ։ Ես որպես թոշակառու գոհ եմ, շնորհակալ եմ ամեն Հաստատ, ինչի համար։ հաստատ։ Հաստատ ամեն Դե լավ ինչի է։ համար։ Գոհ եմ, շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Ես իմ թոշակը ավելացել է, ես գոհ եմ։ Ես էլ ձեզ նվիրեմ։ Ահա։ Ձեր թոշակն էլ ավելացել։ Հաջար։ Պապանա, պարոն։ Դիգարետ նկարում ուրախ եմ եղբայր։ Մի հատ էլ ավոյի հետ։ Արի ավեջա։ Ոնց ես։ Լավ եղբայր։ Պարոն վարչապետ կարելի է նկարվել։ Հա, եղբայր, Կտրվելու ենք ձեր հետ։ Յատեք։ Ավոյին, ես ունեմ իմ գլխարկի վրա նայեք, պարոն վարչապետ։ Հա, ես էլ քեզ ավոջան։ Այս քո կուրտքեն շատ հաստ այս վերցրու սենց։ Մերսի շատ։ Լավ է։ Որտեղից եք դուք։ Երևանից եք։ Երևանից։ Լավ եղեք։ Բարևներ, Ժորժ ջան, բարևներ, բարևներ։ Ում չեմ բարևել, բարև։ Տղեկ, եկեք ձեզ նվիրեմ սրանից։ Ես քեզ։ Ես էլ քեզ։ Նորից բարև։ Քարտեզից մի հատ էլ ձեզ։ Ահա։ Հատ էլ ձեզ։ Բարև եղբայր, լավ ես։ Լա։ Ոնց եք։ Առաջ անգամ եկել ես գետապը։ Ասում դուլեմ մարդուս ասում քեզ եք ասել քիչ բախի չեք ընտրեմ ասում ընտրեմ ու ընտրել եք Այդ որ թվին է։ Էր հələ ու բանն է Ելքի։ 2017 լավ կամ 2006 7 2007 շենքերի արանքներով բանով Հա հիմա ենք շենքերի արանքներով էլ հիմա շատ Հա գնում ենք արդեն ուշանում ենք Ահա շարժվեցինք ուր ավտոբուսը Բարև ձեզ լավ եք ինչ տրամադրության եք Ուր ավտոբուսը դե գնում ենք արդեն Դեպի աջ Գնացինք Դե լավ եղեք Ժողովուրդ ջան Գնացինք Առայժմ եղբայր Ծանցում կա
ենք մարդկանց։ Հիմի գործնականում իսկականից այս շատ նոր մտքովս անցավ էլի, որ այսքան մարդու հանդիպեցինք, բարև ձեզ։ Յոպե, բարև եմ։ Բարի ծառայություն։ Բարի ծառայություն։ Այսինքն այսքան մարդկանց հետ շփվեցինք ու մի զգալի մասը կամ որևէ ծրագրի շահառու են, կամ կարող են դառնալ, կամ ասենք ուսուցիչա դեռ չի ատեստավորվել, կարա ատեստավորվի, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում նպաստ, առողջության ապահովագրություն, թոշակի ավելացում, միջև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ եւ այլն եւ այդպես շարունակ։ Շատ հաճելի է գալ, ուղղակի պատահական